Տիկին Վարդանյան այսօր բնապահպանության և շրջակա միջավայրերի պահպանության ՀՕԱԿ-ի տնօրենը Արմեն Բեգոյանը ասուլիս էր հրավիրել մի փողոցում, որտեղ միանշանակ թեղիները տարեց էին, հաստաբուն և փոխարինման ենթակա, շրջանցելով այն տարածքները, որտեղ երիտասարդ ծառեր է հատվում համատարած, ինչպես կգնահատեք այս փաստը։ Ճիշտն ասած, սարսափելի է այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք Երևան քաղաքում 2023-ից ի վեր, երբ որ քաղաքում առանց որևիցե գործիքային հետազոտության, մինչև այս տարվա փետրվարը, երբ որ նոր մեր հորդորներից հետո ի վերջո գնվեց այդ գործիքը, հազարավոր ծառեր հատվեցին փողոցների երկայնքով եւ նրանց փոխարեն տնկվեցին այնպիսի ծառատեսակներ, որոնք բացարձակապես Երևանի բնակլիմայական պայմաններին եւ փողոցների կանաչապատման ֆունկցիոնալությանը չեն համապատասխանում, որովհետև ծառերը ունեն կամ սանիտարահիգիենիկ հատկանիշներ բարձր արտահայտված, ինչը փողոցների համար է, որ սանիտարական ֆունկցիան կատարի, եւ ունեն բարձր դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով ծառատեսակներ, որոնք հիմնականում այգեպուրակային տարածքների համար են եւ վայելելու այդ դեկորատիվ էֆեկտը, գեղեցիկ ծաղկում, տերևների հետաքրքիր ձև, սաղարթի որոշակի առանձնահատկություն, այսպես։ Եվ հիմա Երևան քաղաքում այս վերջին տարիներին հատվում են թեղի, հացենի, ակացիա ծառատեսակները, որոնք Խորհրդային Միության ընթացքում տնկվել են հենց նրա համար, որ Երևանը ունեցել է այդ ֆունկցիաների լուծման խնդիր, այսինքն Երևանը եղել է շատ փոշոտ քաղաք եւ դրով է պայմանավորված եղել կոնկրետ հենց թեղու ընտրությունը, որովհետեւ մնացած ծառատեսակների հետ համեմատականի մեջ այս ծառատեսակը միավոր մակերեսին տերևի այդ զոլավորության եւ բազմաթիվ տերևային զանգվածի հաշվին նստեցնում էր ամենամեծ քանակը փոշու, այսինքն մարդիկ նպատակային այդ գործողությունները արել են։ Հացանիները տնկել են, որ մենք ունենանք Երևանի այդ գեղեցիկ շատ աշնան ժամանակաշրջանը, նաև դիմացկուն է մեր կլիմայական պայմաններին, բազմաթիվ գիտական հետազոտություններ կան, որոնք հենց Երևան քաղաքում են իրականացել եւ խոսում են նրա մասին, որ սա կայուն ծառատեսակ է, եւ օրինակ Ամիրյան փողոցում, Մոսկովյան փողոցում հանել առողջ նորմալ վիճակում գտնվող հացանիները եւ նրանց փոխարեն հիմա տնկել ասել կատալպա ենք տնկում, կատալպա տնկել են Մելիք Ադամյան փողոցում, գնացեք նայեք այդ կարիկատուրան, բացի նրանից, որ կատալպա ծառատեսակը շատ լայն տերևներ ունի, ինչը խոսում է նրա մասին, որ տերևի մակերեսից գոլորշացում լինելու է շատ մեծ, ի տարբերություն թեղու, որը ունի շատ փոքր տերևներ, եւ բացի նրանից, որ տերևի մակերեսն է շատ մեծ, նաեւ սաղարթ չունի, որովհետեւ պատված տեսակներ են, սրանք պարտիզային տեսակներ են, հատուկ ուրեմն ստեղծված այգեպուրակային տարածքներում դեկորատիվ տարբեր էֆեկտներ, համակցումներ ստանալու համար եւ նաեւ այդ գնդաձև տեսքը ապահովելու համար։ Այն ինչ որ արվում է ամբողջությամբ դա դասական օրինակ է, ինչպես կանաչապատում իրականացնել չի կարելի։ Եվ մի բան էլ հավելեմ, կանաչապատման ՀՕԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը իր գիտական ուրեմն տպագրական տպագրությունների մեջ, ինչպես նաև Ժիրայր Վարդանյանը, նախկինում Բուսաբանության ինստիտուտի տնօրենը եւ հիմա կանաչապատման ՀՕԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի նախագահ իր բանում մենագրության մեջ նշում է հենց այս ծառատեսակները՝ հուդածառ, ուրեմն կատալպա, դիակասկ, ալբիցիա, բոլոր այն ծառատեսակները, որոնք որ իրանք ընտրել են Երևան քաղաքի համար, որպես Երևան քաղաքում ամենավնասվող ծառատեսակներ, ինչի հետ ես բացարձակ համաձայն եմ։ Անհասկանալի է, եթե ձեր մենագրության մեջ դուք գրում եք, որ այդ ծառատեսակները անհամապատասխան են Երևանի կլիմայում եւ շատ են վնասվում, ձեր ընտրությունը առավել եւս փողոցների համար, ինչով է պայմանավորված, որովհետեւ հետազոտությունները, որոնք որ արվել են, բոլորը այգեպուրակային տարածքներում են արվել։ Մենք Երևանում փողոցներում այս ծառատեսակները զանգվածային տնկած չունենք, որ մի հատ էլ գնահատենք, տեսնենք ինչպես են իրանք հարմարված փողոցներում, որովհետև փողոցներում ծառերը շատ մեծ անտրոպոգեն ծանրաբեռնվածության տակ են եւ չի կարելի համեմատել փողոցում տնկված ծառի վիճակը եւ նույնանման ծառը, եթե մենք այգեպուրակային տարածքում տնկենք։ Դրա համար սարսափելի է, ասում եմ, որ կետին մենք նայենք, դա ուղղակի դասական օրինակ է, այսպես կանաչապատել արգելվում է։ Այսօր ՀՕԱԿ-ի տնօրեն ըստ էության իր ամբողջ ասուլիսը կառուցեց ձեր հրապարակումները հերքելու վրա, մասնավորապես հայտարարեց, որ պարզվում է, որ թեղին Երևանի համար ոչ պիտանի ծառ։ Գիտեք, ուրեմն այդ հարցազրույցին պարբերաբար այդ հանրայնացման այդ իմ ուրեմն ասացի, տեսեք ինչու՞մ է կայանում խնդիրը։ Արջը 7 երկ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է։ Հիմա այս մարդը հենց որ ներն է անգնում, հենց որ ինքը տեսնում է, որ հանրային մեծ ուրեմն արշավ կա, որը նաև իմ հրապարակումների հետևից գնացող մարդիկ են, նա միանգամից սկսում է բոլորին պատմել, որ գիտեք Կրիստինա Վարդանյանը մասնագետ չի, Կրիստինա Վարդանյանը
նա ասել է սա, ասել է նա։ Կրիստինա Վարդանյանը ամբողջ աշխարհից ձեզ եզրակացություններ բերեց։ Կրիստինա Վարդանյանը ոչ մի հարցազրույց ձեզ ժառանգություն չի թողել, որ դուք միայն դա պետք է անեք։ Ամբողջ աշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետության մասնագետները, կենսաբազմազանության մասնագետները, բոլորը միաձայն ասում են, որ զանգվածային այս գործողությունները, որ դուք անում եք, սա ուղիղ վնասել է բնակչության առողջությանը, կենսաբազմազանությանը եւ նաեւ շրջակա միջավայրի բոլոր ցուցանիշներին։ Ինչ եք անում դուք։ Այս ինչ գնահատական կարելի է տալ։ Ես որպես մասնագետ սրան գնահատական կարող եմ տալ բացարձակապես ուրիշ ուղիղ թիրախավորել մեր բնակչության առողջության ցուցանիշները։ Եվ իմ պայքարը ծառերի կյանքի համար դա միայն ծառի մասին չի։ Դա իմ պայքարս ապագա լեյկոզների մասին է, երեխաների ասթմաների մասին է, մեր քաղաքացիների ինսուլտների, ինֆարկտների մասին է, որովհետև մեկ ֆունտը, որ ներդրվում է կանաչապատման մեջ, գրագետ կանաչապատման մեջ, հեռանկարային, ուրեմն արդյունավետությամբ 7 ֆունտ խնայում է պետության համար, որը չի ծախսվում հանրային առողջության մեջ։ Իսկ այս մարդիկ փողոցներում զանգվածային, ուրեմն կանաչ սաղարթ են հեռացրել եւ մեզ հեքիաթ են պատմում, որ մենք 70 հեկտար ձեր համար անտառ ենք տնկել։ Այդպիսի բան գոյություն չունի, չի կարելի առաջի տարին տնկել, ուրեմն տնկիներ անտառում, անտառ ստեղծելու նպատակով քաղաքային եւ ասել, որ մենք 70 հեկտար անտառ ենք տնկել։ Դա նույն բանն է, որ բնակչությունը ոչնչացնեն պատերազմի ընթացքում եւ ասեն, որ գիտեք, մենք ձեզ թողել ենք այդտեղ նորածին երեխաներ, որոնք կմեծանան եւ կծառայեն ի օգուտ այս պետության։ Անգրագիտություն, ուրիշ այլ կերպ ես չեմ կարող գնահատել։ Միշտ էլ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ թեղին Երևանում խնդիր ունի, այդ թվում նաեւ Երևանի ավականու դահլիճում, խնդրով պայմանավորված 20 թվականից մենք արգելեցինք խորհետը, ինչ որ անում էր իրենց գլխավոր դենդրոլոգը 30 տարի Ժիրայր Վարդանյանի հետ զուգահեռ հարցազրույցներ տալով եւ նաեւ բնապահպանական խորհուրդների կազմի մեջ էր Երևանի տարբեր քաղաքապետերի օրոք, այդ թվում նաև Տիգրան Ավինյանի, եւ խորհուրդ էին տալի, որ պետք է խորհետ անել, այնքան արեցին խորհետ, հիմա էլ ասում են խորհետի պատճառով ծառերը հիվանդացել են, դեֆորմացվել են, պետք է հատել այդ ծառերը եւ նորերով փոխարինել։ Փոխանակ Կրիստինա Վարդանյանի հարցազրույցները խոշոր բանի մանրադիտակի տակ ուսումնասիրեք, տեսնեք, որ նախադասությունն եք 1000 տարի առաջվա արած հարցազրույցից անում։ Լավ կլինի ձեր մասնագետներին մի հատ բանի կանչեք եւ հարցնեք, իսկ ինչի եք դուք 30 տարի ոչնչացնում մեր ծառերը եւ խրախուսում խորը էտը, որը բերեց ծառերի զանգվածային այդ դիմադրողականության անկմանը, վերքերի առաջացմանը, սնկային խնդիրների եւ այլն եւ այլն։ Եվ նույնիսկ եթե Երևանում ծառերը խնդիր ունեն, մենք ոչ մի ծառ չենք հատել, մենք ընտրել ենք քաղաքականություն, որ մենք ծառերը պահում ենք, անկախ նրանից, որ մեզ միջազգային փորձագետները ասում են որոշակի հատվածներով հատումներ արեք, փոխարինեք ծառատեսակը, որ միջատը դուրս գա։ Մենք չարեցինք դա, մենք սկսեցինք ծառերը բուժել, արգելեցինք խորը էտը եւ ստացանք այն արդյունքը, որը ստացանք, այսինքն ծառերը հաղթահարեցին խնդիրը, որից հետո այս մարդիկ եկան եւ սկսեցին զանգվածաբար այդ ծառերը հատել։ Ես էլ չեմ ասում, որ խոսում են հարցազրույցում Կրիստինա Վարդանյանի թեղի մասին ասած հարցի վերաբերյալ, բայց հատում են Ամիրան փողոցում Հացենին եւ Ակացյան։ Հիմա սա Կրիստինա Վարդանյանի տված հարցազրույցի հետ ինչքանով կապ ունի։ Եվ ի վերջո ձեզ այնպիսի հեղինակավոր մասնագետներ են ասում Քեմբրիջի համալսարանից, Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության միակ ԱՊՀ տարածքում ծառերի փորձագիտական կենտրոնի ղեկավարի, այսինքն ամենահեղինակավոր մասնագետներից մենք կարծիք ենք բերել, որն ինչ որ դուք անում եք ուղիղ ձեր բնակչության կյանքի դեմ աշխատելու։ Տիգրան Վարդանյանը, հայտնի փաստը, որ Հացենին էժան ծառ է, ինչով կբացատրեք այն փաստը, որ հատում են, ինչու չեն փոխարինում Հացենիով, այլ թանկարժեք 100-150 հազար դրամանոց տնկի։ Դա սարսափելի մի բան է, որովհետև նաև հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծառերը երբեք ծառ չեն դառնալու, փողոցի համար ծառ չեն դառնալու եւ էկոծառայություն Երևանին, ինչպես որ Հացենին էր մատուցում, ինչպես որ թեղի ծառատեսակները, ակացիաները, չի լինելու դա, որովհետև այդ ծառատեսակները այդ ֆունկցիայով օժտված չեն։ Մենք ժամանակին քաղաքային տնկարանում տնկել էինք մեծականակ Հացենիներ, դաշտեր ունեինք, ինչի համար ենք մենք դա արել, սաֆրաններ էինք տնկել, մենք արել ենք դա այն նպատակով, որ ժամանակի մեջ որոշակի պարբերականությամբ, եթե հանկարծ մենք չկարողանանք հասնենք արդյունքի մշտապես 2-3 տարիների ընթացքում բուժելով ծառերը, մենք ստիպված ենք լինելու որոշակի պարբերականությամբ հատումներ անել եւ այդ Հացենիները, որոնք որ մենք տնկել ենք քաղաքային տնկարանում, թեղիները փոխարինեինք մեկու մեջ Հացենիներով, ինչի համար, որ Հացենին մեր տարածաշրջանի ծառը իդեալականորեն հարմարված է Երևանի կլիմային,
էին, դա բանվոր ծառատեսակ է եւ արտակարգ աշխատում է եւ բերել 90-155 հազար դրամ միավորի համար առնել Եվրոպայից բերել ծառատեսակներ, այն պարագայում որ ամբողջ աշխարհը ասում է աբորիգեն ծառատեսակներ տնկեք այն ծառատեսակները, որոնք որ ձեր բնակլիմայական եւ ձեր ռեգիոնին բնորոշ են, որովհետեւ այստեղ կենսաբազմազանության հարցն է, չէ որ թեղին օրինակ, թեղու պտուղը ուտում են թռչունները եւ սա շատ մեծ սննդային բազա է նաեւ։ Այդ նոր ծառերը, որոնք որ դուք 2 մետրանոց ծառեր եք դրել հացանիների եւ թեղիների փոխարեն, թռչունները չեն իջնելու, չեն բնադրվելու դրա վրա։ Դուք բոլոր թռչուններին հեռացրեցիք, բոլոր բաներին, այն տեսակներին, որոնց համար ծառը բնակության վայր է, դուք բոլորին հեռացրեցիք, որովհետեւ հանել եք այդ ծառերը, իսկ այդպիսի ցածրության վրա դրանք ուղղակի չեն բնադրվում եւ չեն ապրում եւ այլն։ Այսինքն թե բնակչության առողջությանը, թե բազմազանությանը, թե շրջակա միջավայրին, ջերմաստիճանի բարձրացում, բարձր աղմուկ, փոշու բարձր մակարդակ, բոլոր գրեթե այդպիսի մի ցուցանիշ չկա, որը չի փոփոխվել եւ չի կրում իր վրա այս անհետ ծառերի փոխարինում անվանմամբ ուրեմն ծրագիրը եւ մի բան էլ գիտեք, ես երբևիցե որևիցե գրականության մեջ 30 տարվա մեջ, որ ես մասնագետն եմ այս ոլորտի, այդ թվում նաեւ գիտական աշխատանք, սա կանաչապատում տեխնազոական, ես չեմ հանդիպել այդպիսի արտահայտություն կենսունակությանը սպառած ծառ, այսինքն կարա լինի կենսունակությունը սպառած մարդ, այսինքն կենսունակությունը սպառած կենդանի, դա ինչ է նշանակում, կամ կենդանի է, կամ կենդանի չի, դուք պատկերացնում եք, սկսենք այդպիսի միջամտություններ անել, ասենք դե տարիքը սպառել է, ինչի համար ենք մենք պահում, ծառը եթե աշխատում է, եթե նորմալ վիճակում է, կողքը տնկեք ուրիշը, մենք ինչի համար տնկարանում ենք մեծացնում, որ պատրաստի վիճակում, եթե չկարողանանք հաղթահարել խնդիրը, սկսենք որոշակի փոփոխություններ անել, բայց էլի ոչ զանգվածային, 1000 անգամ ես ասել եմ, որ զանգվածային փողոցի երկայնքով ծառերը հատել չի կարելի։ Մարդիկ չեն կարողանում Երևանի կենտրոնից օգտվել, տուրիստները չեն կարողանում Երևանում զբոսնել։ Դուք ինչ եք անում։ Դուք ուղղակի պայման եք ստեղծել, որ մարդիկ գան Երևան, բայց փոքր կենտրոնում ամռանը չքայլեն, որովհետև 40-50 աստիճան ջերմաստիճանը բարձրանում է, եւ մարդիկ պետքա պատը սպառվեն ինչ որ տեղեր, կանգառներ կային, որտեղ ծառածածկ էր, մարդիկ ծառի տակ էին սպասում տրանսպորտը, որը իրանք չեն կարողանում բարեփոխել, եւ մարդիկ 30 րոպե կանգառում կանգառասրահել չկա, սպասում են, առաջ ծառ կար, ստվեր էր անում, հիմա ծառերն էլ եք հատնել։ Այսինքն ձեր գործողությունները ո՞րն է նպատակը։ Ես այդպես էլ չհասկացա այդ գործողության լավ նպատակը։ Միլիարդների սպառում, էկոծառայության առումով 0, Երևան քաղաքին վնաս տալու համար ահռելի մեծ վնաս, հանրային առողջապահության տեսանկյունից դասական ուղղակի օրինակ, ինչպես կանաչապատել չի կարելի, դա կոմունալ հիգիենայի բնակավայրերի կանաչապատում առանձին մի մեծ հատված է, որը վերաբերում է սրան վաղուց արդեն կան ծառատեսակներ, որոնք հարավային քաղաքների համար են, ծառատեսակներ, որոնք որ փողոցների կանաչապատման համար են, դպրոցների, մանկապարտեզների, որ հատվածում ինչ ծառատեսակը պետք է դնեք, այգում ինչ պետք է աճի, անտառում ինչ պետք է, դրանք բոլորը տարբեր բաներ են եւ նաեւ համակցություններն են տարբեր, քանի ծառ, քանի թուփ, մի խոսքով, սա առանձին մի գիտություն է եւ ցավոք սրտի այդ մարդը ով անverջ խոսում է իմ մասնագիտական կարողությունների մասին, ուղղակի մոռանում է, որ կոմունալ հիգիենան հենց բնակավայրերի կանաչապատման մասին է։ Դա գյուղատնտեսության մասին չի, ոչ էլ անտառագիտության մասին է, որովհետեւ քաղաքը ոչ անտառ է, ոչ էլ գյուղատնտեսություն։ Քաղաքային կանաչապատումը ունի շատ յուրահատուկ ուրեմն որոշումներ, յուրահատուկ ստանդարտներ, այդ սամպինները, շնուկները, որոնք որ կան, դրանք հենց գիգիենիկ գիտությունն է որոշում, թե ոնց պետք է անենք, որ ամենակարևորը պաշտպանենք բնակչության առողջությունը։ Ես հիմա տեսնում եմ եւ գնահատում եմ, որ սա ուղիղ հակառակ գործողություն է։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ տեսեք, մենք դուք բարբերաբար բարձրաձայնում եք, բնապահպանները, մտահոգ քաղաքացիները, իսկ քաղաքապետարանը համառորեն շարունակում է մեր ծավալներն է մեծացնում։ Գիտեք, ես այստեղ արդեն սկսել եմ կասկածել, պետք է ստուգել դա, որ այսինքն այս մարդիկ միգուցե այլ շահ ունեն, որի մասին մենք չգիտենք։ Թող զբաղվեն դրանով, տասնյակ մասնագետներ կան։ Ես ինքս նամակ եմ գրել նաև պետական վերահսկողության ծառայություն, որ ծառերը բուժել անհամեմատ ավելի արդյունավետ է, դուք մեկ անգամ սեզոնի ընթացքում շատ 2 անգամ եք այդ ծառերը բուժում, բայց ծառերը տասնամյակներով աշխատում են քաղաքի էկոծառայություն են մատուցում, ինչը կամ այսօրվա անհետ այդ մուլտֆիլմը, որ բեմադրել եւ տեղադրել են իրենց էջում, թե թեղիների նեմատոդները եւ թեղու տերևակերը դա բնակչության բանի ալերգիայի զարգացման խնդիրներն է։ Այսինքն ոչ թե շինարարական փոշին, որ շին թույլտվությունները քառապատկել է Տիգրան Ավինյանը, այսպիսի թվեր չեն եղել երբեք։ Մենք հիմա ունենք 4000 եւ ավել 3 տարվա մեջ, հիմա 4-րդ տարին էլ կլինի 16000-ից ավել շին թույլտվություններ։ Այսինքն շին թույլտվությունը տալիս ենք, բայց ասում ենք ծառի բանն է, միջատն է, ալերգիա առաջացնում բնակչության մոտ։ Մարդիկ բոլորը բողոքում են խնդիրներից, որ Երևանը դարձել է անհնարին կյանքի համար։ Ինչ են անում։ Հատելով ծառերը լուծում են խնդիր, բացարձակապես։
Եթե ուզում էին խնդիր լուծեին, թող լանջերի կանաչապատում անեին։ Այն ինչ որ մենք սկսել ենք ժամանակին, ամբողջ սարալանջը պետք էր կանաչապատել։ Երեք իրանք մտել են սարալանջի ներքևի հատվածում, տասնյակ ծառեր են կտրել։ Ինչի համար են կտրել այդ ծառերը։ Այդ ծառերը կանաչ տարածքի մեջ իրանց համար անխոչնդոտ աճում էին եւ շրջակա միջավայրը բարելավում։